ընդամենը 2 օր տևեց, որպեսզի իշխանության տեխնացուն վերադառնա իր նախընտրելի լեքսիկոնին, եւ մենք նույնիսկ հիշատակեցինք ձեզ հետ կադրի ետևում որոշակի ազդեցություն ունեցող մի գործչի ժամանակ առաջ, ով հիմա ռադարներից կորել է, բայց իր լեքսիկոնի մասին բոլորը հիշում են։ Հիմա փաստացի մենք կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանը, թերևս նախանձելով նրա փառքին, հենց այդ լեքսիկոնն է ուզում կիրառել իր քարոզարշավում իր օպոնենտների նկատմամբ եւ հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի նկատմամբ։ Գիտեք, Փաշինյանը հենց ինքն է որ կա, ինձ թվում այդ ատելության խոսքը, հայոյանքը, հենց Փաշինյանի հետ են մտել քաղաքական դաշտ, հենց նրա հեղինակային իրավունքն է։ Այդ ցինիզմը, ատելության խոսքը, թշնամանք հրարել։ Տեսեք, հանգիստ քարոզարշավ է ցույցում։ 3-4 օր առանցքային քաղաքական ուժերը պտտվում էին տարբեր համայնքներում, քաղաքներում, մարզերում ներկայացնում էին իրենց մոտեցումները, ընդ որում ընդդիմադիր որևէ սեգմենտ առաջինը չի նախաձեռնել այդ ատելության քարոզությունը, անձնական թիրախավորումը, մրցակցին ոչնչացնելու մոլուցկով չենք տառապել, հակառակ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անձամբ պարոն Ծառուկյանի շուտներով քարոզարշավի մեկնարկի օրը հայտարարեց, որ մենք ցիվիլ չենք հայհոյելու, այո, չտիրախավորող այլ անձանց, այլ սուբյեկտների քարոզարշավի կողմերից ենք, բայց տեղի ունեցավ այն, ինչի մասին ասեցիք, ելի առաջինը Նիկոլ Փաշինյանը ուրեմն սկսեց այն, ինչը բնորոշ է հենց Նիկոլ Փաշինյանը։ Այդ մարդը դիմություն կլինի, իշխանություն կլինի, տարբեր իրավիճակներում կլինի, մեկը մարդու բնույթը չի փոխվում։ Ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողին, որ սրանից 1-2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը մի օր ազգային ժողովի ամբիոնից անորսավորեց, որ ԿՊ էթիկայի կանոնական գիրք է ընդունել, եւ նա բացատրում է դա ոտարուտ ընտրական կամպանիայով, ասում է, որ միմյանց նկատմամբ տոլերանտ պիտի լինեք, հարգալից պիտի լինեք, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքները պահեք, մի խոսքով խոսում էր համայնային երևակայելի դեմոկրատական մի պրոցեսի անոնսի մասին, որ իշխանությանը ընդհանրապես բնորոշ չի։ Այո։ Ուրեմն անցել ընդամենը 1 ամիս Նիկոլ Փաշինյանը հենց երեք բացահայտորեն խախտեց իր իսկ կողմից անոնսավորված կանոնագիրքը, գիտեք, ես նույնիսկ ծիծաղելի չի։ Հերթական անգամ ապացուցվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու հետևողականություն բարել է, ընդհանրապես հակօրյա հաստատություն է։ Ինչ էր նա անում, նա բացահայտ սպառնալիք երեքնչեցրեց Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Այսինքն, որևէ մեկ ով քննադատում է Նիկոլ Փաշինյանին, թեկուզ քաղաքագիր, կամ հավակնում է հայտ ներկայացնել, կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է բացահայտ սպառնալիքին Նիկոլ Փաշինյանին։ Բայց ավելի սարսափելի բան է ունեցել։ 3 անմիջապես այդ սպառնալիքից հետո դատախազությունը տարածում է հաղորդագրություն, որ դիմել են Բելարուսի իրավապահ մարմիններին, Նվեր Ծառուկյանին, Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հայցով։ Տեսեք, սա արդեն դեմոկրատիայի ընդհանրապես ժամանակակից պետության բոլոր սկզբունքների խախտում է։ Պետության ղեկավարը այդ չեստում է սպառնալիք, այդ սպառնալիքը անմիջապես դառնում է իրավապահ մարմինների պատշիճ գործիքակազմ, հրահանգուղիղ։ Իհարկե, քաղաքական պատվերի դրսևորումը։ Այսինքն պետական ինստիտուտները այն կարգի են արժեզրկվում, որ դառնում են Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվեհարների գործիքը։ Բայց եկեք համաձայնվեք, որ անցած տարիների ընթացքում սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինն է։ Առաջին դեպքը չի։ Եվ մշտապես, քանի որ դա անցել է, ժամանակ հիմա դիտորդներ կան, իրանք էլ դիտորդների դեմոկրատիայի մասին հեքիաթներ են պատմում։ Ընդամենը 10 օր առաջ հիշում եք։ Բոլորը ֆուլ եվրոպացի էին դառել, եվրոպական արժեքներ։ Սա բացահայտում է այս մարդկանց իրական արժեհամակարգը։ Ընդհանրապես քաղաքական որևէ գործիչ, եթե առաջնորդվում է
իր մրցակցին ոչնչացնելու հիվանդագին մոլուսկով, ու նման բացահայտ դաշահոտ վերանպատակելով, սա ոչ միայն դեմոկրատիայի ոչնչացումը, սա շատ ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ քաղաքական մշակույթի համար, հասարակական տրամադրությունների ձևավորման համար։ Իսկ դա կներեք, որ ընդհատում եմ, իսկ դա կարող ենք ինդիկատոր դիտարկել, որ այս պահին թերևս ամենից շատ երևի թե Բարգավաճ Հայաստանից է վախենում, որ նման հարձակում երեկ էլ, այսօր էլ է խոսել։ Այսօր էլ դա բացահայտ պոպուլիզմ էլի թիրախավոր, ես չեմ ուզում իրա բառերը ուղղակի ամուսավորել։ Տեսեք ինչ է, սա այո ինդիկատոր է։ Սա նշանակում, այս կասկած չունեք, չէ՞, որ երևի 2-3 ժամը մեկ իրենց զեկուցում են հասարակական տրամադրությունների շարժերի մասին, այսքան մենուժի տրական կամպանիայի արդյունավետության կամ ոչ արդյունավետ լինելու մասին, ըստ դրա է ձևավորվում նրա խոսքը։ Ընդհանրապես սա քաղաքական հոգեբանական նյարդայնության ցուցիչ է հաշվում։ Այո, նա ինչ-որ ինֆորմացիաների վրա կորցնում է ինքնատիրապետում։ Երկու բանի մասին ընդհանրապես սա խոսում։ Մի կողմից նրա վախերն են բացահայտվում, որ այլևս չի տիրապետում իրավիճակին, վախենում է, որ էլեկտորալ էս գործընթացը կարող է ավարտվել իր իշխանության ֆիասկոյով, մյուս կողմից իշխանությունը ամեն գնով պահելու մոլուսկով ռեպրեսիվ հրամաններ է տալիս։ Փողոցային բառապաշարը նա դատախազի նրա անգաստեղության տեղ։ Էլ չասեմ, հա, որ եվրոպական քաղաքական համակարգերում, որոնց այդքան սիրում են իրենք այդպես կկայաբերել երբ պետք է։ Այո, անձնական եւ ընտանեկան տիրույթ մտնել ամենադատապարտելի երևույթն է։ Բան ունես մրցակցի ծրագրի հետ վիճի, մրցակցի ասելիքի հետ վիճի, մրցակցի կերպարի հետ վիճի։ Այո։ Կամ հարց, այդ նոր իմացա, որ Նվեր Ծառուկյանը երկրում չի։ Հասկանում եք, այսինքն ընտրողական արդարադատությունը իրավական պետության գերեզմանափորն է։ Դրա համար էլ իսկական արդարադատությունն է տուժում, ինչը մենք տեսանք վերջին մի քանի աղմկահարույց դեպքերով։ Առնվազն 1 տարի է, այս մարդը իրական արդարադատության գերեզմանափոր է դարձել։ Հիշեք արդարների գործը, այդ ձայնագրությունները, որ փորձում էին մոնտաժված, այո, որպես ահաբեկչության փաստ։ Հիշեք Միքայել Սրբազանի հետապնդումը, հիշեք Սամվել Կարապետյանի հետապնդումը։ Հիմա այս երկու օրը թիրախավորվել է Գագիկ Ծառուկյանը։ Այդպես կլիներ։ Ես կարծում եմ ձեր ուժը դրան պատրաստ է։ Իհարկե մենք դրանից չենք, հեսա դրան է կգանք, ուրեմն շատ տպավորիչ հանրահավաք Աբովյանը, որտեղ 5-6 հազար եւ ավելի մարդիկ էին մասնակցում, ընդ որում մարզից դուրս որևէ մարդ չկար։ Իդեպ, երբ որ դուք նոր ասում եք, չեն գավիթում։ Իդեպ դուք նոր որ ասում եք իրեն 3 ժամը մեկ զեկուցում են, ես կարծում եմ դա էլ իր հերթին, բայց նաև իր համար է տեսանելի։ Ես օրինակ ուղիղ եթերներով իր շրջայցերը որ նայում եմ, տեսնում եմ որ բավականին սակավ է մարդկանց թվականակը։